Օրեր առաջ կենտրոնական բանկում ներկայացվել է ֆինանսական կարողությունների բարոմետր 2025-ի արդյունքները, ու այնտեղ մի փաստ կա, որ պիտի ուղղակի սթափեցնի բոլորիս։ Հայաստանի չափահասների ընդամենը 28%-ն է կարողանում պարզ տոկոս հաշվել, այսինքն 4 հոգուց 3-ը չի կարող տեղում ասել 200-ի 31%-ը որքան է։ Եվ ամենացավալին, վերջին տարում այս հմտությունը մեզ մոտ ոչ թե աճել է, այլ գահավիժել։ Ինչ տնտեսական աճի մասին խոսել մի երկրում, որտեղ մարդը չի կարող տեղում հաշվարկել վարկի տոկոսը, զեղչի իրական արժեքը կամ գնաճի իրական հարվածը իր աշխատավարձին։ Ինչ ժողովրդավարություն, երբ թվերը մթագնած են ու ցանկացած սուտ հեշտությամբ թվերի լեզվով փաթեթավորվում ու վաճառվում է։ Ինչ ուժեղ բանակ, եթե ուժեղ պետությունը սկսվում է հաշվարկից, կարգապահությունից և տեխնիկական մտածողությունից։ Իսկ մենք այդ հիմքը տարիներով ուղղակի թողել ենք քայքայման։ Մենք երկար ժամանակ մեզ խաբել ենք բարձրախոս կարգախոսներով՝ հզոր կրթություն, հայրենասիրական սերունդ, ազգային արժեքներ։ Հիշեք, ովքեր են ամենաբարձրը բղավում։ Ոլորտի պատասխանատու հանրապետական Աշոտյանը, իրենից առաջ դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանի կուսակիցները, բայց հայրենասիրությունը միայն բառ չէ, հայրենասիրությունը նաև կարողություն է հասկանալ թվերը, պաշտպանել ընտանիքի բյուջեն, չընկնել վարկի թակարդը, տարբերել շահույթը վնասից, որոշում կայացնել չոր թվերի վրա հիմնվելով։ Պետության թիվ 1 բարեփոխումը պետք է սկսվի քաղաքացուց, հաշվարկելու կարողությունից, որովհետև որտեղ քաղաքացին չի հաշվում, այնտեղ պետությունը հաշվում են ուրիշները ու միշտ իրենց օգտին։